Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ Հայկական ճանապարհ կուսակցության կառավարման խորհրդի անդամ Էլինա Գևորգյանի հետ, շնորհակալ եմ Տիկին Գևորգյան մեր հավերն ընդունելու համար։ Առաջին հարցս պիտի վերաբերվի առողջապահության ապահովագրությանը, որը նաև ձեր այսպես ապահովագրությունը չէ, բայց բժշկական ոլորտը, ձեր մասնագիտական գործունեության ոլորտն է։ Իշխանությունները ներդրեցին այս համակարգը, ասելով, որ դա քաղաքացիների լավագույն շահից է բխում եւ հնարավորություն է տալիս մարդկանց իրենց բնորոշմամբ անվճար լիարժեք բուժում ստանալ ու հասարակության 4 շերտերին հատկապես թոշակառուներին առաջներտին վերաբերում ձեր վերաբերմունքը այս համակարգի ներդրմանը խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ողջունելի է իհարկե այս որոշումը կառավարության, քանի որ շատ թոշակառուներ չէին կարողանում ծառայություններից օգտվել բժշկական եւ հիմա կարող են անվճար վիրահատվել, ստանալ որոշակի խորհրդատվություններ բժշկական, սակայն մի հարց է շատ անհանգստացնում բոլորին, ինչու սկսվեց այս ամենը հիմա նախընտրական փուլում, այո։ Իհարկե բոլորս հասկանում ենք, որ սա ինչ-որ մի ձև է մեծ քանակությամբ ձայներ հավաքելու։ Այնուամենայնիվ անդրադառնանք նաև նրան, որ բժիշկները այս դեպքում շատ թիրախավորված վիճակում են գտնվում, քանի որ մեծացել է հոսքը հիվանդների, աշխատանքը շատ շատացել է բժիշկների, սակայն նվազել է վարձատրությունը։ Դրա դիմաց վարձատրությունը շատ նվազել է։ Մի ժամանակ էլ առանձնապես մեծ վարձատրություն չունեին բժիշկները, չնայած նրան, որ ժողովրդի մեջ կա կարծիք, որ բժիշկները շատ մեծ գումարներ էին վաստակում, ինչը այդպես չի, ովքեր այդ ոլորտում աշխատում են, տեղյակ են, գիտեն, իսկ հիմա մեծ հոսքի դեպքում, շատ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում վարձատրությունը ոչ միայն մնացել է նույն կարգավիճակում, այլև հակառակը իջել է։ Սա հետաքրքիր բան եք ասում, որովհետև մեր մտահորում էլ եղել են բժիշկներ, խոսել են այս խնդրի մասին, եւ այո, քաղաքացիների մոտ կարող է լինել տպավորություն, որ օրինակ ինչ որ ենթադրենք վիրահատության համար իրենք վճարում են բուժ հաստատությանը, ասենք 1 միլիոն դրամ, օրինակ իրենք կարող են ենթադրել, որ այդ 1 միլիոնն էլ այդ բժշկին է գնում, ինչը այդպես չի, չէ՞, այսինքն ինչ որ տոկոսներ են բժիշկներին հասնում։ Իհարկե այդպես չի, քանի որ պետք է հաշվի առնել, որ հիվանդանոցը ունի շատ մեծ ծախսեր, սպասարկման ծախսեր, նույն հոսանքի ծախսերից սկսած, որը որ մենք ջուր է, հոսանք է, չէ, որ այդ ամեն ինչը ծախսեր է, այդքան մարդ պահելը, բուժանձնակազմ պահելը, քանի որ միայն բժշկի աշխատանքով չի ամեն ինչը արվում։ Ունենք բուժքույրեր, որոնք որ աշխատում են, ունենք մայրապետեր, որոնք որ աշխատում են ու շատ տարբեր մասնագետներ մեծ հաստատության աշխատելու համար։ Իհարկե։ Պահակից սկսած քարտուղարություն կա ու շատ կադրեր կան, բոլորը չթվենք հիմա, բայց ամեն դեպքում դա մեծ ոլորտ է, որը որ պետք է ֆինանսավորվի։ Բժշկին ստեղ հասնում են ինչ-որ որոշակի տոկոսներ, ասենք, որ պատկերացնեք, բժիշկը աշխատում է, օրինակ, մի 3-ից 4 ժամ կարող է կանգնի վիրահատի, այդ ամբողջ վիրահատություն ստանա 50-ից 60 հազար դրամ ընդամենը, բայց այս ամենը բավական չի բնականաբար այդ ահռելի աշխատանքի համար, որովհետև բացի նրանից, որ բժիշկը այդ պահին աշխատում է, աշխատանքից հետո էլ նա եւ տուն է գնում, ամբողջովին տրված է իր այդ պացիենտին, մտածում է ոնց է այդ պացիենտի վիճակը, լավ եղավ, վատ եղավ, ինչ որ մի խնդիր առաջացավ, չառաջացավ, այս ամբողջ անքուն գիշերների ու մեծ, ասենք, ժամանակ տրամադրում է սովորելուն այդ նույն բժիշկը, տարիներ շարունակ սովորում են, հետո վերապատրաստվում են, ինչը նորից գումարներ է, այսինքն սա գրասենյակային աշխատանք չի, որտեղ ժամ 6-ին համակարգիչը տանջատեցիր, գնացիր քո գործերով։ Իհարկե ոչ, քանի որ բժշկի աշխատանքը 7-24 նա անընդհատ այդ աշխատանքային պրոցեսի մեջ է։
Հիմա ես ձեր խոսքում լսեցի մտահոգություն, թե ինչու է հատկապես նախընտրական փուլում սա արվում։ Իրականում ես այս մտահոգությունը ելի եմ լսել տարբեր գործիչներից եւ մտահոգության հետեւյալն է, որ քանի որ սա արվել է այս տեսքով նախընտրական փուլում հավելյալ ձայներ ստանալու նպատակով, այս համակարգը այս տեսքով, առնվազն այս տեսքով ընտրություններից հետո չի մնալու, որովհետև նախ բժշկական համայնքի մեծ դժգոհությունը կա եւ կա նաեւ հասարակության դժգոհությունը առաջին փուլում իհարկե մարդիկ որոշակի գոհունակություն կունենան, բայց ես լսեցի դեպքեր, որ ասենք դեղատոմսերի դեպքում պետությունը փոխհատուցում է շատ ավելի քիչ, քան այդ դեղը արժի, ասենք դեղատներում եւ այս դեպքում դեղատները որոշ դեպքերում ստիպված են լինելու այդ դեղը չվաճառել այդ դեղատոմսով եկած քաղաքացուն, որտեվ իրենց համար դա եկամուտի կորուստ է նշանակում։ Դուք էլ ունեք մտավախություն, որ ընտրություններից հետո, երբ իրենք ստանան որոշակի ձայներ, այս համակարգի գործադրմամբ նաև կարող են հրաժարվել կամ վերափոխել համակարգը։ Հնարավոր է, այո, մտավախություններ կան, հնարավոր է, որ տենց լինի, քանի որ ռեսուրսներ չկան այս ամեն ինչը շարունակելու համար, ռեսուրսները շատ սահմանափակ են ու քանի որ ոչ մի ապահովագրական ընկերություն այսօր մենք չունենք, որը որ դրանով զբաղվում է, հա, ունենք ապահովագրական ընկերություններ, որոնք զբաղվում են ոչ պարտադիր ապահովագրությունով, բայց պարտադիր ապահովագրության համար պետք է շատ մեծ ապահովագրական ընկերություն, ինչը Հայաստանում մենք Միջազգային չունենք, ապահովագրական միջազգային ու գրվել էր, ասում էին, ինչքանով որ մեզ տեղյակ են պահել, որ դիմել են միջազգային ապահովագրականներին, դեռ արձագանքներ չկան, այսօր այս ամբողջ ֆինանսավորումը մեր պետական բյուջեի վրա է, իսկ քանի որ մենք գիտենք մեր պետական բյուջեի վիճակը, կանխատեսելի է, որ սա մի օր պայթելու է, կոպիտ ասած, չի կարող սենց երկար շարունակվել։ Բժիշկների դժգոհության մասին խոսեցիք եւ ես այստեղ էլի տաղավարում առիթ եղել է բժշկի հետ խոսել, ով դժգոհ էր համակարգից, իր մտահոգությունն այն էր, որ այս վարձատրությունների էական նվազումը ի վերջո բերելու է նրան, որ լավագույն մասնագետները, որոնք անընդհատ առաջարկներ են ստանում դրսից, հա, գնալ այլ երկրներում աշխատել, գուցե ընդունեն այդ առաջարկները եւ գնան Հայաստան, եւ Հայաստանի առողջապահական համակարգ հետ առումով էական այսպես կորուստներ ունենա։ Անպայման, որովհետև մենք այս տարիների ընթացքում էլ մինչև այս ապահովագրությունը ընդունելը մեծ հոսքեր ունեցել ենք բժիշկների, որոնք ձգտել են գնան արտասահման արտերկրեր աշխատելու, քանի որ վարձատրությունները ահագին բարձր են այնտեղ, ի տարբերություն մերի, բայց այս ստեղծված իրավիճակում բնականաբար այդ հոսքը կշատանա ու մտավախություններ կան, որ նայեք դրսում շատ պահանջված է բժշկի մասնագիտությունը ու քիչ են իհարկե այնտեղի բժիշկները Եվ բարձր են վարձատրվում, ինչու՞ չէ կգնան, այնտեղ կաշխատեն ու ավելի լավ վարձատրություն կստանան։ Եվ արդյունքում բարեփոխման անվան տակ կտուժի Հայաստանի առողջապահական Արդյունքում մենք կունենանք շատ քիչ մասնագետներ ու ոչ այդքան գրագետ մասնագետներ։ Շատ լավ, բժշկական թեմաներից մի փոքր շեղվենք, գալով քաղաքական կամ գուցե նաև ավելի շուտ բարոյական մեր հանրային ընկալումների պատմությանը, հա, ցեղասպանության հարցը հանգիստ չի տալիս այս իշխանություններին, ամեն կերպ փորձում են մի կողմից ոնց որ հրաժարվել կամ ծածկել այդ հարցը, որպեսզի Թուրքիան չանհանգստանա, չկարծեն, թե հայ ժողովուրդը հիշում է ցեղասպանության մասին, մենք լսեցինք նաև, թե ինչ հիմնավորմամբ է ազատվել ցեղասպանության ինստիտուտի, Թանգարան ինստիտուտի տնօրենը, պատճառն այն էր ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, որ այդ մարդը գիրք է նվիրել ԱՄՆ փոխնախագահային 100 տարի առաջ Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների վերաբերյալ, ընդ որում հիմքը հենց ամերիկյան մամուլները եղել այդ գրքի։ Դուք ինչ գնահատականներ ունեք այս մասով, որպես քաղաքացի, որպես մարդ, որպես նաև ինչ որ իմաստով ցեղասպանության հետևանքներ կրող հասարակության ներկայացուցիչ,
չգիտեմ դուք ունեցել եք հարազատներ, որոնք ում կորցրել եք, ովքեր Արևմտյան Հայաստանից տեղափոխվել են այստեղ, ինչ եք զգում դուք ընդհանրապես այս մասով։ Այո, Արևմտյան Հայաստանից տեղափոխվել են իմ տատիկը ու պապիկը դեռ փոքրիկ հասակում, փախել են այնտեղից 15 թվականի կոտորածի ժամանակ ու դա իհարկե ամբողջ կյանքում իրանց իրավերն է կատարել, հա, իհարկե շատ ծանր հիշողություններ են եղել եւ այս ամենը, ասենք, ու բնականաբար շատ շատերի ընտանիքին ասա առնչվել են հա շատերի ընտանիքները, ինչի հետ կապված ունենք Սփյուռքում մեծ քանակի հայեր, հա, ու այս ամենը միանգամից սենց ջնջել, բնականաբար սա չեմ կարծում, որ ճիշտ քայլ է այսօրվա իշխանությունների կողմից, քանի որ չի կարելի ջնջել պատմությունը, եթե մի ժողովուրդ չունի պատմություն, առանց պատմություն ժողովուրդը չի կարող գոյատևել։ Իրենց նպատակը որն է, զուտ Թուրքիային բավարարելը ձեր գնահատմամբ կամ Թուրքիայի պահանջներ կատարել, թե իրենք էլ համոզված են, ինչպես վարչապետի պաշտոնը զբաղեցնողներ ասում, որ ցեղասպանության այդ զգացումը կայսրությունն է մեր մեջ ներդրել, հա, որ այդ ցեղասպանության թեման սովետական միությունն է գեներացրել։ Ուզում են դե առաջնահերթ իհարկե ուզում են Թուրքիային հաճոյանալ, հա, եթե տենց կարելի է ասել, այդ հարցում իսկ հարցեր բարձրաձայնվել, հա, այսպես ասած, ով է արդյոք դրա մեղավորը, արդյոք մենք մեղավոր չենք մեր ցեղասպանության մեջ։ Այսինքն այս հարցը նորմալ մարդը չի կարող ընկալել, հա, ինչ է նշանակում մենք մեղավոր ենք, եթե ցեղասպանությունը կատարվել է, ասենք մորթել են, բառից բուն իմաստով մորթել են փոքրիկ երեխաներին, նորածին երեխաներին, հա, կանանց, ինչու՞մն է նրանց մեղքը այս ամեն ինչում, եթե պատերազմին մենք ուրիշ ձև ենք վերաբերվում, ինչ որ պատճառներ կան պատերազմը սկսելու, հա, համար կամ կարող են չլինել պատճառներ, բայց հողեր զավթել, ասենք, միտք լինի պատերազմելու, բայց ցեղասպանությունը ինքը իրենով չի կարող ինչ որ ժողովուրդ մեղավոր լինի։ Որևէ ժողովրդի նկատմամբ։ Այո, ցեղասպանության հասարակության վերաբերմունքը ո՞նց է ձեր կարծիքով, այսինքն մարդիկ, որտեվ տեսեք, Նիկոլ Փաշինյանը անում է այնպիսի հայտարարություն, որ ասենք Իսրայելում, եթե որևէ պետական պաշտոնյա կասկածի տակ դնի հոլոկոստի փաստը կամ ասի լը պետքա մտածենք ընդհանրապես հրյաներն էին մեղավոր թե Հիտլերը կամ ով հրահրեց Հիտլերին կամ գուցե հոլոկոստի հանգամանքը որևէ կայսրություն է մտածել եւ հրյաներին մատուցել, հա, վստահաբար այդ մարդը շատ երկար չէր ձգի գոնե իր պաշտոնին։ Հասարակության վերաբերմունքը կամ այս լռությունը, գուցե ինչ-որ լուրջ դժգոհություն կա կամ մարդիկ, չգիտեմ, ինչու չեն խոսում սրա մասին։ Այսօր ոնց տեսնում ենք, եթե մի քիչ շատ է ինչ-որ մեկը ինչ-որ բանի մասին խոսում, հայտնվում է ճաղերի ետևում, գուցե սա է պատճառը ու տեսեք մի 2-3 օր առաջ, հա, ոնց ասեցիք Տիկին Գզոյանի պաշտոնից հեռացնելը, նույն հիմնավորմամբ, այո։ Ջեյդի Վենսին գիրք է նվիրել։ Ընդամենը, ինչը որ դա մեր պատմությունն է, չենք կարող ուրանալ պատմությանը, երևի թե մարդիկ վախենում են, հետո 18 թվականից հետո 2018 թվականից հետո ամբողջ հայությունը, նո Հայաստանի հայությունը ամեն դեպքում կիսվել է երկու մասի, մի մաս, որը որ կողմ է այսօրվա իշխանությանը ու մյուս մասը, որը որ դեմ է Հայաստանի իշխանությանը։ Նրանք, որոնք որ կողմ են, փորձում են, երևի թե փորձում են չնկատել այս խնդիրը, որ մենք ուզում ենք գտնել իրենց։ Հա, անպայման ինչ որ մի բան են ասում, որը որ իրականությունից շատ հեռու է, բայց իրենց ոնց որ հույս են տալիս, որ դա ճիշտ է։ Մյուս մասը իհարկե դժգոհություններ հայտնում է, բայց չեմ կարող ասել պատճառը ինչ է, որ դեռ
Այս իշխանությունները հաճախ խոսում են խաղաղությունից, որ աբսուրդ է, որ իրենց ենք լսում խաղաղության մասին, որտեղ մի քանի պատերազմ են բերել, մենք հազարավոր ուղղակի զոհեր ենք տվել, տարածքներ են կորցրել, Արցախն է ի վերջո հայաթափվել, հա։ Բայց մի խոսքով խոսում են խաղաղությունից, ասում են իրենց օրոք ժողովուրդը անվտանգ է իրենց զգում։ Իրոք հնարավոր է հավատալ, որ այս տարածաշրջանում, որտեղ պետությունների հենց այս պահին պատերազմում են իրար դեմ, որտեղ կա Թուրքիա ու Ադրբեջան, որոնց քաղաքականության հիմքում հակահայկականությունն է, հնարավոր է ոչինչ չանելով կամ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները կատարելով խաղաղ ապրել։ Կամ արդյոք դա խաղաղություն է ընդհանրապես, երբ որ դու թշնամուդ բոլոր պահանջները այսպես անխոս կատարում ես։ Նայեք, խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ մենք Բաքվի բերդերում ունենք բանտարկյալներ, որոնց որ դատապարտել են ՑՄԱ ու այս պատմությունը ոնց որ ասած արդեն մոռացել են, հա, էլ չեն բարձրաձայնում սրա մասին։ Եղավ, անցավ, գնաց։ Դա չի կարող խաղաղության ոչ մի երաշխիք հանդիսանալ այս մոտեցումը։ Դա առաջինը։ Երկրորդը, գիտենք, որ ասում ենք խաղաղություն, բայց այս պահին ունենք զիջած դիրքեր, հա, Ադրբեջանը ահագին ներխուժել է դեպի Հայաստանի տարածք, ինչի մասին էլի չեն բարձրաձայնում, որովհետև ձեռք չի տալիս երևի թե, իսկ մի սենց դրվագ պատկերացրեք, որ ինչ որ մեկը ձեզանից մի բան պահանջում է, ու դուք բոլոր պահանջները անում եք։ Այդ ժամանակ պատերազմը իմաստ արդեն չի ունենում, ինչի տալ զոհեր։ Ինչ պիտի ստանալ պատերազմում դուք տալիս եք։ Սենց տենես տալիս եք, ինչի տալ զոհեր, ինչի անպագորգոր ինչ որ հայտարարություններ անել, եթե կարելի է շատ հանգիստ այդ ամեն ինչին տիրանալ առանց որևիցե ուժ գործադրելու ու ռեսուրսներ ներդնելու, բնականաբար։ Մեր այսօրվա խաղաղությունը ցավոք սրտի սա է։ Տեսեք, իշխանությունները հաճախ տարածաշրջան ասում են պատերազմ է, հեռու մնանք, հա, քաղաքացիների անվտանգություն ապահովում, բայց մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում տեղի ունենում իրադարձություններ, մեր քաղաքացիները օրինակ մնում են Արաբական Միացյալ Էմիրություններում հրթիռակոծությունների տակ եւ իշխանությունը գրեթե ոչինչ չի անում։ Իրենց անելիքը այն էր, որ գտնեն մի ավիաընկերություն, որը շատ թանկ տոմսեր կառաջարկի քաղաքացիներին, որտեղի մարդիկ վերադառնան հայրենիք։ Ես վերջերս նայում եմ մի քանի քաղաքացիներ կային, ովքեր 4 օր պիտի տարբեր երկրներով պտտվեին եւ հազարավոր դոլարներ ծախսեին, որպեսզի կարողանային հասնել Հայաստան իրենց միջոցներով։ Այս մասով ոնց է գնահատում իշխանության վերաբերմունքը։ Սա էլ անհասկանալի մոտեցում է, որովհետև ոչ մի լուրջ ղեկավարություն նման ձև չի կարող վերաբերվել իր քաղաքացիներին, եթե ինչ-որ խնդիրներ է առաջանում, առաջի մտածմունքը նա է, որ իր քաղաքացիներին անվնաս ու հնարավորինս արագ բերի Հայաստան, հա, հնչեց նաև մի սենց ասած խոսակցություն ասեմ, որ պաշտոնյաներից մեկը իրեն թույլ տվեց ելույթ ավելի շուտ, հա, որ եթե Կուպալնիկով նկարվում են արտգործնախարար Միրզոյանները, այո, որ եթե կարողանում են այո Կուպալնիկներով նկարվել, ուրեմն գումար կունենան հետ վերադառնալու, նման անլուրջ ասենք վերաբերմունքը, չգիտեմ ինչքանով է ընդունելի։ Սա անկարողության բան է, հետևանք է իշխանության, թե ցանկության բացակայության, այսինքն իրենք որպես իշխանության ղեկին գտնվողներ պետության ռեսուրսները օգտագործելով կարող են այդ խնդիրը լուծել ու չեն ուզում, թե չգիտեն էլ ոնց լուծել այս խնդիրները։ Պարզ Հայաստանի քաղաքացուն ինչպես հասցնել Հայաստան։ Ինձ թվում է, որ եթե 8 տարի մարդիկ նստել են իշխանության, ուրեմն այդ հարցերի պատասխանը ամեն դեպքում պետք է ունենան, այլապես դա իրանց տեղը չի գուցե 8 տարի կառավարելուց հետո նման խնդրի հետ երբ բախվում են ու չեն իմանում ոնց այդ հարցը լուծեն, չեմ կարծում, բայց ամեն դեպքում ամբողջ հարցը նրանում է, որ միայն Կուպալնիկներով նկարվողների մասին չի խոսքը, ունեինք նաև ուսանողներ այնտեղ, որ սովորում էին, որոնց նույնպես պետք էր, հա, տարհանել այնտեղից, ինչ պատճառներով այնտեղ հայտնված քաղաքացիներ ունեինք ու ինչու՞ չէ, եթե մարդիկ գնացել են հանգստանալու, ինչա չի կարելի հանգստանալ, մարդիկ գուցե
մի 2 տարի ինչ որ գումար են Հենց այդպես էլ կար քաղաքացիներն այդպես էլ մեկնաբան որ խնայողություններ մի տարվա այո, խնայողություններ են արել մի տարի, 2 տարի ու գնացել են հանգստանալու։ Նորմալ երևույթ է, ասենք սովետի ժամանակ, եթե հիշում եք, ամեն տարի բոլորը մեկնում էին հանգստանալու ու դա նորմերի մեջ մտնող անհրաժեշտություն էր, հա։ Դրա համար նման անլուրջ վերաբերմունքը չեմ կարծում, որ դրական ինչ որ արձագանքներ կունենա։ Ինչևէ, շնորհակալ եմ Տիկին Գևորգյան հետաքրքիր զրույցի համար։ Մենք դեռ կհանդիպենք նախընտրական շրջանը եւ կարծում եմ ձեր կուսակցությունը հստակեցնի ինչպես է մասնակցում կամ ինչ ծրագրով է մասնակցում, ընտրություններին մասնակցում է թե ոչ, ելի առիթ կունենանք հանդիպելու եւ զրուցելու։ Շնորհակալ եմ շատ։ Ես շեստեմ զրուցում էի Հայկական ճանապարհ կուսակցության կառավարման խորհրդի անդամ Էլինա Գևորգյանից, տեսություն կհանդիպենք։